Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի Վայոց ձորի մարզ տարավ, գյուղ Մալիշկա։ Օրվա հյուրը դերասան Արմեն Քուշկյանն է։ Արմեն Քուշկյան, դերասան, ծնվել է 1983 թվականին Գյումրիում։ 22 տարեկանում տեղափոխվել է Երևան և ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Վահե Շահվերդյանի արվեստանոց։ 2011 թվականին ավարտել է նույն ինստիտուտի մագիստրատուրան։ 2009 թվականից մինչ օրս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է։ Նույն թվականից ղեկավարում է Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոնի թատերական խումբը։ 2010 թվականին աշխատանքի է անցել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում որպես թատրոնի ուսուցիչ և դասավանդել է այնտեղ ավելի քան 14 տարի։ Հյուրախաղերով շրջել է աշխարհի բազմաթիվ երկրներով, մասնակցել փառատոների և հաղթանակներ տոնել հանդիսատեսի համակրանք, լավագույն կերպարանավորում, լավագույն դերասան, լավագույն բեմադրիչ և այլ անվանակարգերում։ Արմեն Քուշկյանը հայտնի է առավելապես մոնոներկայացումների հանդեպ ունեցած իր սիրով։ Ունի 5 մոնոներկայացում, որոնց շրջանակներում աշխատել է այնպիսի անվանի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Վահե Շահվերդյանը, Գալուստ Ներսիսյանը, Նարինե Գրիգորյանը։ 2015 թվականին Ապուշե մոնոներկայացման մեջ Իշխան Միշկինի դերակատարման համար արժանացել է Արտավազդ Հայաստանի ամենամյա ազգային թատերական մրցանակի որպես լավագույն երիտասարդ դերասան։ Ողջունում եմ բոլորիդ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այսօրվա այս լավ հանդիպման համար։ Այսօր մենք միասին կխոսենք թատրոնից։ Ինչ է թատրոն արվեստը, ինչ է դերասանական արվեստը և ընդհանրապես թատրոն երևույթը ժամանակակից մարդու կյանքում։ Բայց նախքան թատրոնին անցնելը ես կուզենամ, որ մենք միասին փորձենք պատասխանել մի քանի կարևոր հարցերի։ Հիմա տեսեք, երբ որ մենք ասում ենք արվեստ, արվեստը պիտի հիմա գնանք հետ, դեպի նախնադարյան մարդ։ Փորձենք միասին գտնել արվեստի այն 3 տեսակները, որոնք կոչվում են զտարյուն արվեստ։ Այսինքն, արվեստի այդ տեսակների համար ոչինչ պետք չէ մարդուց բացի։ Ես կամ և ես ինքս կարող եմ ստեղծել այդ արվեստը։ Նախնադարյան մարդը չէր կարող հաստատ բեմ պատրաստել, չէր կարող, ասենք, դիզայնով զբաղվել, կտրել, ձևել, կարել, այդ հետո եկավ, շատ հետո։ Բայց այն մարդը, որը կապիկից քիչ էր տարբերվում և ինքը շարժվում էր և ինքը դեռ խոսել չէր կարողանում, հնչյուններ էր արտաբերում։ Ըստ ձեզ, այդ նախնադարյան մարդը արվեստի 3 որ տեսակները ստեղծեց և ինքն էլ չէր հասկանում, որ դա արվեստ է։ Ուղղակի դա իր միջից դուրս էր գալիս։ Տարբերակներ կունենանք, փորձեք մտածել։ Երգը։ Ուրիշ տարբերակ փորձենք գտնել։ Երգելու համար տեսեք, պետք է հնչյուններ արտաբերել, չէ՞։ Այդ հնչյուններին պետք է տիրապետել։ Ստացվում է, որ մենք մի քիչ առաջ ենք գալիս հին մարդուց։ Հիմա մենք խոսում ենք շատ այն հին մարդուց, ով որ հլը այդ հնչյունները չէր կարողանում լա անել։ Հլը այդ լալալուլույն չէր տիրապետում ինքը։ Մտածենք։ Հիշեք արվեստի տեսակները հիշեք ուղղակի։ Կավագործության համար մեզ կավ պետք կլիներ։ Քանդակագործության համար էլ մեզ պետք կլիներ ինչ-որ գործիքներ և քար պետք կլիներ, որպեսզի դա աշխատի։ Ես ասում եմ, ես նախնադարյան մարդն եմ,
Եվ ինձնից բացի ուրիշ բան պետք չէ։ Երգը շատ մոտ է, տեսեք, երգելու համար ինձ ձայն է պետք։ Պարը, այո, պարի համար ինչ է պետք։ Ընդամենը ես եմ պետք։ Ես շարժվեցի ու ինքը դարձավ պար։ Երաժշտություն էլ պետք չէ պարելու համար, եթե ես ուզում եմ պար ստեղծել։ Գտանք զտարյուն արվեստի տեսակներից մեկը, երկրորդն ենք փնտրում։ Հիշեք արվեստի տեսակները։ Նկարչություն, այո, ինչ է պետք նկարչության համար։ Հերիք է, որ ես ունենամ մի մատ եւ կարող եմ ավազի վրա ինչ ուզեմ անեմ, չէ՞։ Եվ ինքը պատկերը կստացվի։ Եվ երրորդը երաժշտություն, այո, այ խնդրում եմ հիմա ըստ ձեզ նախնադարյան մարդը երաժշտությունը ոնց էր ստեղծում երաժշտություն։ Ես եմ ուրիշ բան չկա։ Տրամադրությունը լավ է կամ վատ, կապ չունի։ Ես երաժշտություն եմ ստեղծում հիմա։ Երաժշտություն է։ Մենք գտանք զտարյուն արվեստների 3 տեսակները. նկարչություն, պար, երաժշտություն։ Այս 3 տեսակների համար մարդուց բացի ուրիշ բան պետք չէ։ Հիմա փորձենք գտնել այդ 3 տեսակների պարզագույն տարը։ Ըստ ձեզ, երաժշտության համար ինչ է պետք։ Պարզագույն տարը երաժշտության։ Եվ ինչն է ստեղծում այստեղ երաժշտություն։ Ես ձեզ փորձեմ հուշել, տեսեք։ Ռիթմ, այո, երաժշտության համար մեզ պետք է ռիթմ։ Սա ռիթմ է։ Սա ռիթմ չէ, սա աղմուկ է, սա քաոս է։ Երբ է սա դառնում ռիթմ։ Դադարի ընթացքում, ապրես, այո, ռիթմը ծնվում է դադարի մեջ։ Այս սա խնդրում եմ հիշեք, երբ որ դուք բեմում կլինեք եւ ձեզ օրինակ ձեր բեմադրիչը կասի ռիթմիկ խաղա, տեմպով խաղա, տեմպով խաղալը, ռիթմիկ խաղալը դերասանի համար չի նշանակում արագ տեքստն ասել, վազել, քայլել, ընկնել։ Դա քաոս է։ Դա նշանակում է ճիշտ տեղում դնել ճիշտ դադարներ։ Այդ ժամանակ դուք ստանում եք իսկական ռիթմը։ Գտանք երաժշտության պարզագույն տարը, հիմա փնտրում ենք նկարչությունը, նկարչության հիմքում, այն պարզագույնը ինչն է ձեզ։ Դե պատկերացում մեկը շատ ունի, մեկը քիչ ունի, ես ունեմ մատ, ունեմ ավազ եւ ես հիմա պիտի նկարեմ։ Ինչ եմ անում ես։ Նկարելու համար ես ինչ պիտի անեմ։ Շարժը արեցի, հիմա ես շարժը անում եմ։ Ինչ արեցի ես։ Բարձր, գիծ, այո, նկարչության հիմքում ընկած է գիծը։ Նույնիսկ եթե դուք այդ գծերը հստակ չեք տեսնում, յուրաքանչյուր լույս ու ստվեր դա գծի մասին է։ Այսինքն նկարչությունը սկսվում է գծից։ Մենք գտանք երաժշտություն, մենք գտանք նկարչություն եւ հիմա պարի պարզագույն շարժում։ Այո, իսկ պարի պարզագույն էլեմենտը դա շարժումն է։ Կա շարժում եւ ինքը ռիթմաբերում ինքնըստինքյան եւ ինքը դառնում է պար։ Ինչու ես եկա այստեղից, որպեսզի մենք հիմա միասին տեղափոխվենք մի քայլ անենք դեպի թատրոն, որտեղ գլխավորը խոսքն է, շարժումը, զգացողությունը, մարմինը, նյութը, միտքը եւ խոսենք այս պահից հենց խոսքից։ Տեսեք։ Մենք ասեցինք տառը ինչ է։ Հնչյուն, բառը ինչ է։ Խնդրում եմ ինձ տվեք բառի ձևակերպումը։ Այո, տառերի, հնչյունների ասենք, տառերի չասենք։ Հնչյունների խումբը որն իմաստ է արտահայտում, բառ է։ Բայց թատրոնում ուրիշ է։ Թատրոնում բառը զգացողության ձայնային հապավումն է։ Այսինքն նախնադարյան մարդը չնստեց ու մտածեց, տեսավ վերևում այդ կլոր տաք գունդը ասեց, այ մարդ ինչ անուն տամ ես սրան, արի ասեմ արև, չէ։ Այսինքն ինքը ինչ որ բան պիտի զգար, որ ասեր դրան արև։ Օրինակի համար, երբ որ նախնադարյան մարդը ձեռքը տարավ կրակին, ասեց ահ, եւ ախը դարձավ ցավի զգայական հապավումը։ Այսինքն բառը հնչյունը ծնվեց զգացողությունից։ Երբ որ մենք ասում ենք մա, տեսեք, ընդամենը երկու հնչյուն է, բայց այդ երկու հնչյունի մեջ մենք տեղավորում ենք սա այն կինն է, ով ծնել է այս երեխային։
Թատրոնում սա շատ կարևոր է եւ ընդհանրապես ես գտնում եմ, որ կյանքում է շատ կարևոր, որովհետեւ երբ որ մենք բառին վերաբերվում ենք որպես զգացողություն, այսինքն բեմում արդեն մենք պիտի հասկանանք, որ յուրաքանչյուր բառ հենց այնպես չի գրված ու տրված դերասանին։ Թատրոնը հենց դրա մասին է։ Թատրոնը զգացողություն փոխանցելու մասին է։ Հիմա եկեք միասին էլի մի քայլ առաջ գանք եւ փորձենք հասկանալ, թե թատրոն ասվածը երբ եւ ինչպես կարող է գոյություն ունենալ եւ երբ է որ թատրոնը թատրոն չէ։ Որպեսզի ներկայացումը կայանա, 3 կարևոր կոմպոնենտ կա։ Փորձենք գտնել։ Ներկայացումը լինելու համար ինչ է պետք որ լինի։ Ովքեր են այդ մասնակիցները։ Դերասան, այո, առաջին հերթին ունենանք դերասան, չէ՞, ովքեր պատրաստվել են ներկայացմանը, բեմադրվել են ներկայացումը։ Երկրորդը դե տեսեք, առաջներում ռեժիսորներ չկային թատրոններում, դերասանները հենց իրենք էին իրենց բեմադրիչները եւ իրենք էին բեմադրում ներկայացումներն առանց ռեժիսորի։ Հանդիսատես, ապրեք, տեսեք։ Դուք եկել եք, դուք հանդիսատեսն եք, դերասանը չկա։ Ներկայացումը կայացավ։ Ոչ։ Ես եկել եմ, դուք չկաք։ Ներկայացումը կայացավ։ Այո, ապրեք դուք։ Չկա հանդիսատես, չկա ներկայացում։ Չկա դերասան, չկա ներկայացում։ Բայց հիմա կա դերասանը, կա հանդիսատեսը։ Երրորդ կոիտ ի՞նչ է մեզ կապելու իրար այստեղ։ Ի՞նչն է կապում դերասանին եւ հանդիսատեսին։ Ինչ։ Բարձր։ Խաղ։ Այո, այստեղ ուզում եմ ծափտանք։ Խաղ, այո, խաղ։ Հանդիսատեսի եւ դերասանին իրար հետ կապում է խաղը։ Եթե ես գամ ուղակի այստեղ կանգնեմ, ոչինչ չանեմ, թողնեմ գնամ, պարապ նստեմ։ Եվ չլինի այն թաթերային խաղը, ինչի համար դուք եկել եք, նշանակում է ներկայացում որպես այդպեսին չեղավ, չստացվեց, չէ՞։ Ասում են թատրոնը ստեղծվել է հին Հունաստանում եւ ծնվել է ծեսից։ Երբ որ մենք ասում ենք ծես, մենք պիտի պատկերացնենք, որ այդ ծեսին մասնակցել են բոլորը։ Այսինքն Դիոնիսոս Աստծո արձանը ամեն գարուն հանել են քարանձավից, երկով պարով ուրախությամբ տարել դրել են քաղաքի կենտրոնում եւ աշնանը արդեն լացով ու կոցով Դիոնիսոսին տարել են նորից թաղել են դամբարանում, այսինքն բնության ծնունդ եւ բնության մահ։ Եվ իրենք բոլորը, ասենք ամբողջ քաղաքը ոչ մեկ չկար, որ չմասնակցեր այդ ծեսին։ Բոլորը մասնակցում էին։ Իրենք հագնում էին այծի մորթիներ, պարում էին, երգում էին, ողբում էին, կամ եթե գարնան էր ուրախանում էին, երկու պարով բերում էին։ Բայց դա թատրոն չէր, որովհետև այդտեղ չկար։ Ով չկար։ Ապրեք, այդտեղ չկար հանդիսատես, որտեղ այդտեղ բոլորը դերասան էին։ Այսինքն թատրոնը ծնվեց հենց այն պահից, երբ որ մեկ էլ է ծիսական ամբողից, ինչ որ մարդիկ կտրվեցին, կուսկեցին կողքից նայել էս ամեն ինչին։ Այսպես նայում են, էս չեն անում, էս ո՞նց են անում, էս ինչի են անում։ Հետո էլ մեկ է կողքին ասեց, հələ արի, հələ կտրվի, արի նստի։ Հələ տեսեն ինչ է անում։ Այդ ո՞նց է անում։ Ու մեկ էլ 5, 6, 7, 10 ու դարձան հանդիսատես։ Այստեղից ծիսական խաղից ծնվեց թատրոնը։ Այստեղ մենք հիմա շատ մեծ թռիչքներ կկատարենք։ Ես ձեզ կուզենամ պատմել այդ թատրոնի կյանքը, հետո ինչ եղավ թատրոնի հետ։ Հունաստանում թատրոնը ընդունված էր որպես բարձրագույն արվեստի տեսակ, դերասանին որպես դեսպան ուղարկում էին մյուս երկիր հարցեր լուծելու, ինչ որ հարցեր բարձրաձայնելու։ Եվ դերասանին վճարում էին ոսկի, իսկ ոսկին Հունաստանում կոչվում էր տաղանդ։ Այդտեղից է եկել է տաղանդ բառը մեզ մոտ, այսինքն դու ունես տաղանդ, եթե դու լավ դերասան ես, քեզ շատ էին վճարում։ Հետո արդեն երբ որ թատրոնը սկսեց տարածվել արդեն եվրոպական տարբեր երկրներում, թատրոն չէին սիրում եկեղեցականները, որովհետև ժողովուրդը փողոցում հավաքված ավելի հետաքրքրությամբ էր նայում այդ ամեն ինչին, քան գնում էր եկեղեցի եւ մասնակցում պատարակներին։ Եվ ինչ մտածեց եկեղեցին։ Նախ եկեղեցին եկեք ասեմ, որ դերասաններին համարում էր սատանաներ, իսկ թատերական արվեստը սատանայություն, սատանայական խաղեր։ Եվ ինքը գտնում էր, որ ծիծաղը դա սատանայություն է, որտեղ միայն սատանան կարող է այսպես դեմքով նայել։ Մարդը պիտի լինի զուսպ, հավաք, կենտրոնացած, մտախոհ։
Եվ եկեղեցին որպեսզի փողոցից մարդկանց գրավի, որոշեց բեմադրել ներկայացումներ, հենց եկեղեցում։ Եվ այստեղ պիտի ասեմ, որ եկեղեցին, որը ատում էր թատրոնին տվեց բեմ եւ վարակույր։ Ինչպես մենք գիտենք, որ եկեղեցում կա բեմ։ Եվ եթե Քրիստոսը, ասենք, ցույց ենք տալիս Մարիամ Աստվածածին, Մարիամը չի կարող լինել քեզ հավասար կանգնած։ Ինքը պիտի բարձր լինի, ինքը վերևում է, կամ հրեշտակը չի կարող քեզ հավասար կանգնել, ինքը պիտի բարձրության վրա լինի։ Եվ այդտեղից ծնվեց այդ բեմի գաղափարը։ Եվ վարակույրը, մենք բոլորս էլ գիտենք, չէ՞ որ մեր բոլոր եկեղեցիներում կա վարակույր։ Եվ այդ վարակույրը եւ բեմը թատրոնին տվել է եկեղեցին։ Այստեղ գնանք մի քիչ էլ առաջ, պալատներում կայսրերը ունեին իրենց եկեղեցիներ, հենց պալատի մեջ, որտեվ կայսրը չէր կարող ելնել փողոցով քայլել ու գնալ պատարակի մասնակցել։ Ինքը այդ ամեն ինչ ուներ իր պալատում, եւ ինքը հենց պալատում էր նստած նայում այդ ամբողջ ներկայացումները։ Ու քանի որ թագավորներն ու կայսրերը իրենք մեծամիտ մարդիկ էին, ոմանք, շատերը, հենց իրենք էին ուզում դառնալ այն հրեշտակը, ով գալիս է Մարիամին ու ասում է, որ դու հիմա որդի ես ունենալու։ Իրենք էին ուզում դառնալ այն աստղը, ով լուսավորում է մոգերի ճանապարհը։ Եվ շատ հաճախ այդ կայսրերը, երբ որ նստած այդ ձեր նման sense նստում էին պալատական խավը, վերնախավը նստում էր ու թագավորը, կայսրը կանգնում էր ինքը որպես լուսատու աստղ եւ ասում էր գնացեք, այնտեղ ծնվել է Աստծո որդին։ Այսինքն փողոցային թատրոնը, սատանայական թատրոնը, այդքան չսիրված թատրոնը մտավ պալատ ու դարձավ բարձր խավի համար զվարճանքի, զբաղմունքի, արվեստի առարկա։ Տեսեք թատրոնը որտեղից, ծեսից, լացուկոցից, պոկվեց, եկավ մտավ քաղաք, քաղաքի փողոցներից մտավ եկեղեցի ու եկեղեցուց էլ մտավ պալատ արդեն, ու ինքը դարձավ արդեն բարձրաճաշակ արվեստ ու թատրոնով զբաղվում էին միայն ու միայն պալատական վերնախավը։ Հիմա գանք արդեն դերասանին։ Ով է դերասանը։ Ինչի է պետք դերասանը եւ ընդհանրապես ինչի է պետք թատրոնը։ Արիստոտելը, հույն փիլիսոփան, ասում էր, որ թատրոնի գլխավոր միսիան դա կատարսիսն է։ Կատարսիս նշանակում է մաքրագործում։ Ինչի ենք մենք գնում թատրոն։ Ինչի ենք մենք նայում ներկայացում։ Մենք գնում ենք, որպեսզի ունենանք համանման զգացողություններ, ինչ որ դերասանը ունի։ Օրինակ բերեմ։ Շատ հաճախ դուք պատմում եք, չէ՞, ձեր ընկերներին, ինչ որ հետաքրքիր մի պատմություն ձեր կյանքից, ասենք, երեք դուրս ես եկել փողոցով քայլում ես, շունը վազեց քո հետևից, դու վազեցիր, թեքվեցիր մտարանկյուն, շունը քո հետևից մտավ անկյուն, դու վազեցիր այստեղ, դիմացից էլի մի շուն եկավ, հետո դու փախարես կողմ երկու շունները հասան իրար, ստեցին իրար գզել։ Ահա, հիմա դու որ պատմում ես այս պատմությունը, դու չես ասում, չէ՞, չես ասում, չէ՞, իրիկունը դուրս եկա, քայլում էի փողոցով, շունը վազեց եկավ, հետո այն շունը վազեց եկավ, հետո երկու շունը կերան իրար։ Դուք պատմում եք դա էմոցիոնալ, չէ՞, ոգևորված եք պատմում։ Ինչի համար, որպեսզի ձեզ լսողը ունենա նույն զգացողությունը։ Երբ որ դուք տխուր եք եւ կիսում եք ձեր տխրությունը, կիսում եք ընկերոջ հետ պատմում եք, ունեցեք պատմում, որ ինքը ձեզ զգա, չէ՞, հասկանա ձեզ։ Համապրուկ մակցում է կոչվում դա, այսինքն երբ որ դու նույն զգացողությունն ես ունենում, ինչ դիմացինը։ Այդ թատրոնի մեծագույն գաղտնիքը սրանում է ունենալ համապրումակցում։ Եվ քանի որ դու նույն զգացողություններն ես ունենում, դու ազատվում ես այդ զգացողություններից։ Սա կոչվում է կատարսիս։ Այն որ մարդիկ լացում ու հանգստանում են, դա կատարսիս, այսինքն դու մաքրագործվում ես, դու ազատվում ես այդ զգացողություններից։ Գանք դերասաններին։ Ովքեր են դերասանները։ Ինչի համար է պետք դերասանական արվեստը։ Տեսեք, մենք կարող ենք, չէ, յուրաքանչյուրս առանց կրթություն ստանալու գնալ ու դառնալ դերասան։ Շատ հանգիստ կարելի է, հիմա շատերը հենց այդպես էլ անում են։ Առանց սովորելու մեկ էլ տեսնում ես ինչ որտեղ դեր է խաղում, ինչ որ սերիալում նկարահանվում է։ Բայց թատրոնը եւ դերասանը սրանք լուրջ արվեստ են եւ արվեստագետներ են։ Դերասանական արվեստը դա մի ամբողջ դպրոց է, որը պիտի անցնել եւ ուսումնասիրել։ Հիմա ես սկզբում ասեցի, հուսամ դուք կհիշեք, դերասանի գործիքները որոնք են։ Այն գործիքները, որոնցով ինքը առաջնորդվում է։ Տեսեք, ջութակահարի գործիքը, դաշնակահարինը, հարվածային գործիքները։ Ահա, դերասանինը, ինքը, ով էր ինքը։
Դու ես ինքը, այո, դերասանի գործիքը հենց ինքն է, ինքը դերասանն է։ Եվ հիմա այս գործիքը չի կարող լինել անմշակ։ Դու չես կարող ուղղակի հելնել եւ դերասանություն անել, որովհետեւ դու պիտի ուսումնասիրես ձայնային ռեգիստրները, տեմբրները, երբ եւ ինչպես խոսել։ Դու պիտի ուսումնասիրես մարմնի պլաստիկան, թե օրինակի համար բեմական կյանքում ընկնելը մի բան է, բեմում ընկնելը ուրիշ բան է։ Կյանքում մեռնելը մի բան է, բեմում մեռնելը ուրիշ բան է, չէ՞։ Այդ ամեն ինչը պիտի ուսումնասիրել եւ այստեղ մի ամբողջ դպրոց կա։ Հիմա շատ հաճախ դերասաններին մենք հանդիսատեսը հավասարեցնում է խաղացած կերպարի հետ։ Ձեզ թվում է, թե օրինակի համար, եթե ինքը ֆիլմում կամ թատրոնում նման դեր է խաղացել, ուրեմն կյանքում էլ է ինքը այդպիսի մարդ։ Ձեզնից շատերը հավանաբար տեսած կլինեն իմ խաղերից որևէ մեկը, հա։ Օրինակի համար այն գանգստերը, որը ես խաղում էի, Փախիր կամ ամուսնացիր ֆիլմում։ Եվ շատերին թվում էր, թե վատ մարդ եմ իմ կյանքում, տենց չար մարդ եմ իմ կյանքում, բայց իրականում ես շատ բարի մարդ եմ։ Ինչի եմ ես սա ասում ձեզ, որովհետև ես այսօր ուզում եմ ձեզ համար փոքրիկ դրվագ խաղալ իմ մոնո ներկայացումներից։ Ինչի համար եմ ուզում սա անել, որպեսզի դուք հասկանաք, որ դերասանը դա մի մարդու մեջ հազարավոր մարդիկ են։ Եվ դերասանը միջոց է ձեզ ցույց տալու այդ հազարավոր մարդկանց։ Ու պարտադիր չի, որ ինքը լինի այդ հազարավոր մարդկանցից որևէ մեկը։ Հիմա դուք տեսել եք գանգստերին։ Տեսել եք։ Հիմա ես ձեզ լրիվ ուրիշ բան եմ ցույց տալու։ Ես ձեզ ցույց եմ տալու կնոջ։ Այն գանգստերը, ով մարդասպան էր, բեմում վերափոխվում դառնում է կին։ Նյութը Ֆյոդոր Դոստոևսկու ապուշը վեպի հիման վրա է, մեր ուսուցիչները հաստատ կիմանան այդ նյութը, որտեղ վեպի վերջում իշխան Միշկինի եւ Ռագոժինի սիրելի կնոջը սպանում է հենց ինքը Ռագոժինը։ Ահա, ձեր աչքի առաջ այն գանգստերն էր, որը հիմա կնոջ զգեստ է հագել։ Բայց դերասանը կին չի դարել։ Դերասանը էլի դերասան է, ուղղակի ինքը իր միջոցով ձեզ ցույց է տալիս այդ հիվանդ Միշկինին, որը խաղում է Նաստասիա Ֆիլիպովնային։ Իշխան Միշկինը եկել է Նաստասիա Ֆիլիպովնայի ծննդյան տոնին, որտեղ հավաքված են բոլոր հարուստները, եւ առաջին անգամ ինքը այդ հարուստների մեջ է։ Իշխան, ես ցավում եմ, որ այն ժամանակ շտապելուց մոռացած ես հրավիրել ինձ մոտ։ Հիմա ուրախ եմ, որ ինքներդ եք առիթ ընձեռում ինձ ձեզ շնորհակալություն հայտնելու։ Խնդրեմ, համեցեք։ Իշխան Միշկինը, պարոնայք, մի ծիծաղեք Գավրիել Արդալյոնիչ, փորձեք ինքներդ առանց հրավերի երեկույթին ներկայանալ, դուք գիտեք իմ կարծիքը ձեր մասին, արտակարգ որևէ արարքի անընդունակ միջակություն։ Իշխան հրաշալի է վարվել, այս տանը երբեք չլինելով հանդերձ, բրավո իշխան, բրավո։ Սիրահարվել է իշխանը, սիրահարվել, տեսեք, կարմրեց, պարոնայք, չեք կամենա շամպայն խմել։ Խնդրեմ առանց ձևականությունների, ես այսօր 3 գավաթ կխմեմ։ Իշխան, այստեղ իմ հին բարեկամները, Աֆանասի Իվանիչը, ռամ-պամ-պամ, և գեներալը ինձ անընդհատ փորձում են ամուսնացնել Գավրիել Արդալյոնիչ Իվլգինի հետ։ Ինչ եք կարծում իշխան, ամուսնանամ թե ոչ, ինչպես որ կասեք, այնպես էլ կանեմ, ամուսնանամ թե ոչ, ոչ, մի ամուսնացեք։ Դե սա էլ իմ պատասխանն է, Գավրիել Արդալյոնիչ։ Դուք լսեցիք ինչպես վճռեց իշխանը, հենց սա էլ իմ պատասխանն է, եւ թող այս գործը մեկ ընդմիշտ վերջացած համարվի, ինչ է պարոնայք, ինչու այդպես իրար անցակ, եւ ինչ դեմքեր ունեք դուք այս րոպեից։ Դուք լսեցիք, ես իշխանին ասացի, ինչպես որ կասեք, այնպես էլ կանեմ։ Եթե իշխանը այո ասեր, ես անմիջապես կտայի համաձայնությունս, բայց նա ասաց ոչ։ Ասաց ոչ եւ ես մերժեցի։ Այստեղ իմ կյանքը մի մազից էր կախված։ Դրանից լուրջ ինչ կարող էր լինել, պարոնայք։ Իշխանը
Իշխանն ինձ համար այն է, որ կյանքում առաջին անգամ նրան հավատացի, որպես ինձ ազնվորեն հավատարիմ մարդու։ Իսկ որ ձեր տանը ծաղր է անում գանիչկա, այդ դիտմամբ ուզում էի տեսնել, թե դու մինչև ուր կարող ես հասնել, բայց այդ է զարմացրիր ինձ գանիչկա։ Միթե իսկապես Ռագոժնը ճիշտ էր ասում քո մասին, որ դու 3 ռուբլու համար մինչև Վասիլևսկի սողեսող կհասնես։ Եվ ով քեզ բան կասեր, եթե դու քաղցից մեռնելիս լինեիր, բայց չէ, ասում են դու լավ ռոճիկ ես ստանում։ Եվ իլերում ամենի ատելիկին բերել տուն, որովհետև դու ինձ ատում ես։ Ես դա գիտեմ։ Այ թե անամոթն ես։ Միթե իսկապես դու պատրաստում ես ամուսնանալ ինձ հետ իմանալով որ սա ինձ Մարգարիտ է նվիրում քո նշանադրության նորից ես վերցնում եմ։ Ախր Ռագոժինը քո տանը, քո մորու քրոջ ներկայությամբ ինձ սակարկում էր, իսկ դու այնուամենայնիվ եկել ես ամուսնանալու։ Այ թե անամոթն ես։ Ես անամոթ եմ, այո, բայց դուք ինձնից էլ վատ թարնեք։ Ահա, խնդրեմ, սա փոքրիկ հատված շնորհակալ եմ։ Սա ընդամենը փոքրիկ հատված ներկայացումից, որտեղ այ տղամարդ դերասանը դառնում է կերպարանափոխվում է, ոչ թե դառնում է, կերպարանափոխվում եւ ներկայացնում է այդ սպանված կնոջը։ Իհարկե կան էլի շատ դերեր, որոնք մենք դերասաններս խաղում ենք, բայց դա չի նշանակում, որ մենք այդ մարդիկ ենք։ Մենք ընդամենը միջոց ենք նման մարդկանց ներկայացնելու հանդիսատեսին։ Ես ունեմ ձեզ մի հարց։ Ձեր առաջին ներկայացումը ո՞րն էր, որ դուք խաղացիք։ Առաջին ներկայացումը այ 2 տարի անց, երբ որ ես թատերախմբում ինձ տվեցին փոքրիկ դեր, երբ որ ես ընդամենը պետք է ձնագնդիներով խփեի Դյունանուշին եւ այդ ժամանակ Դյունանուշի պաշտպան տղան պիտի գար եւ ինձ բեմի վրա ծեծեր։ Ես ձնագնդի եմ խփել ու ինձ ծեծել են բեմի վրա։ Այդ է եղել։ Հարցս ուղղված ձեզ այսպիսինն է, ձեր այսքան դերասանական կյանքի ընթացքում խաղացած դերերից ո՞րն է, որ ձեզ ավելի հոգեհարազատ է եւ ձեզ ավելի շատ է բնորոշում։ Կան դերեր, որոնք դու խաղում ես եւ դրանք խաղում ես քո ունեցած պաշարով։ Կան դերեր, որոնց մեջ քո ամբողջ դերասանական հմտություններն են երևում։ Այն ինչ ես ցույց տվեցի Դոստոևսկու ապուշը մոնոներկայացումը, սա իմ կյանքի հետ ուսանողական տարիների հետ եկող ներկայացում է։ Ուսանողական տարիներին Վայե Շահվերդյանը բեմադրեց Դոստոևսկու ապուշը ամբողջական ներկայացում որպես, որտեղ ես իշխան Միշկին էի խաղում։ Հետո արդեն, երբ որ խումբը ցրվեց, մենք հասկացանք, որ դերը ափսոս է, ու ես պիտի մոնոներկայացում դարձնեմ։ Մենք Վայե Շահվերդյանի հետ այս ներկայացում դարձեցինք մոնոներկայացում։ Եվ ինքը եվրոպական տարբեր երկրների տարբեր փառատոներում է ներկայացվել եւ ստացել է բազմաթիվ մրցանակներ, լավագույն բեմադրություն, լավագույն կերպարանավորում, հանդիսատեսի համակրանք եւ այս Միշկինի դերը բնորոշում է իմ դերասանական նկարագիրը, որովհետև այս ներկայացումը ընդհանրապես, որովհետև այնտեղ շատ ու շատ կերպարներ կան, եւ չար, եւ բարի, եւ դաժան, եւ սեր կա, եւ ատելություն կա, այսինքն այն ամեն ինչը, ինչ կա մարդու մեջ ու ինչ կա իմ մեջ։ Այս ամբողջ գունային պալիտրան ես կարողանում եմ ներկայացնել այս դերով։ Հետաքրքիր է, ձեզ մարդը ծնվում է դերասան, թե ընթացքում իր վրա աշխատելով է դառնում դերասան։ Քո հարցին գիտես ինչպես կպատասխանեմ։ Յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է յուրովի։ Եվ յուրաքանչյուր մարդ պետք է փնտրի ու գտնի իրեն, գտնի իր կոչումը կյանքում։ Դերասան բոլորս էլ ծնվում ենք, մենք բոլորս կյանքում խաղում ենք։ Չեք գտնի մեկին ձեր մեջ, ով չխաղա կյանքում, բայց այ բեմում դերասան դառնալու համար սովորել է պետք։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Մոտ 8 տարիներին նկարչական դպրոց գնալը։ Գույներ շատ կային այնտեղ։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Սեպտեմբերի 1 ես 6 տարեկան եմ, միջանցքում կանգնած լացում եմ, որտեղ մաման խոստացավ, որ կսպասի մինչև դասի վերջ, բայց գնացել էր։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։
հայ գրականություն, որովհետև ես ծանոթացա Սևակի, Չարենցի ու Տերյանի հետ։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Ընտանիքս, որովհետև չէին հավատում իմ ուժերին։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Ես ինձ թատրոնից դուրս չեմ տեսնում։ Ուղղակի չեմ տեսնում։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Ես կուզեի վերականգնել անցյալի այն երեկոն, երբ թատերական ինստիտուտ ընդունվելուց հետո պարկել էի քննելու քունս չէր տանում ու մեկ էլ ես հասկացա, որ ես այսօրվանից կարող եմ Երևանի բոլոր թատրոնների ներկայացումները նայել։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Ես կգնայի Պետերբուրգ։ Ուզում եմ տեսնել Պյոտրի ու Եկատերինայի ժամանակաշրջանը, թե ինչպես էր Պետերբուրգը կառուցվում։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Իմ մանկության բոլոր երազանքները ես իրականացրել եմ։ Ես Երևանում եմ, ես դերասան եմ, ես ունեմ ընտանիք։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Ժամանակները, պատերազմները, քաղաքական վայրի վերումները։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Կասեի լավ, այդքան մի նեղվի, այդ խնձորի ծառի տակ, այդքան նստած, ամեն անգամ մենակ տխուր։ Այնտեղ շատ լավ է լինել։